Երկրորդ աշխարհամարտի մասին խոսելով սխալ է խոսել 39 թվականի սեպտեմբերի 1-ից, որովհետև սեպտեմբերի 1-ին 39 թվականին իհարկե սկսվեց երկրորդ աշխարհամարտը, բայց երկրորդ աշխարհամարտի սկիզբը պայմանավորված էր մի շարք պատմական հանգամանքներով եւ քաղաքական իրադարձություններով։ Նախ առաջին աշխարհամարտում Գերմանիայի եւ Ավստրո-Հունգարիայի պարտությունը հանգեցրեց նրան, որ Եվրոպայում առաջացան երկու ճամբարներ, պարտվողներ, այսինքն դա նախ եւ առաջ Գերմանիան էր, եւ հաղթողներ, այսինքն Անտանտան, ոսկե Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան, ոսկե Եվրոպայի մասն է։ Եվ պարտության պայմանները, կապիտուլյացիայի պայմանները այնքան ծանր էին, որ ըստ պատմաբանների ուշ թե շուտ Գերմանիայում ծնվելու էր մի շարժում, որի նպատակն էր լինելու վերականգնել Բիսմարկյան Գերմանիայի որոշակի չափաբաժին, այսինքն Գերմանիայում երկրորդ աշխարհամարտից հետո տիրում էր հուսահատությունը, ամոթը,